Հայաստանի նոր սարքը քո սրտին Երբ խոսքը գործ է դառնում Հավատը ուժ է ցնկում Եկեղեցու Իրեք վիրավոր, չէ՞։ Չէ, իրեք վիրավոր է։ Ասեցի։ Այն քոլն էլ բախվե։ Հա, Toyota-ը։ Շրուլը Հա, գորջան Մայիսի 29-ն է, Կոտայքի մարզ, Գառնի ճանապարհից դեպի Արտաշատ տանող հատվածում դեռևս սանայթ հանգամանքներում Toyota Magnitsky ավտոմեքենան դեպի Արարատի մարզ ընթանալիս դուրս է եկել երթևեկելի գոտուց, բախվել քարերին, հողաթմբերին եւ գլխի վայր հայտնվել դաշտում։ Վթարի հետևանքով 3 հոգի, որոնց առաջինը օգնության են ասել քաղաքացիները, եւս քաղաքացիների հայտնածի օպերատիվորեն ժամանած Գառնու շտաբ օգնության բժիշկների հերթապահ խումբը տեղափոխվել են
տարբեր մասնագիտացված հիվանդանոցներ։ Ավտոմեքենան նաև քաղաքացիներն են դարձի բերել, օպերատիվորեն ժամանել են ներքին գործերի նախարարության ոստիկանության բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակի բարեկները, գումարտակի հրամանատար Ալբերտ Մարտիրոսյանի, գումարտակի հրամանատարի տեղակալ Վահագն Կարապետյանի, գումարտակի ծառայության ավագ տեսուչ օրվա պատասխանատու Արտակ Ասատիրյանի և գումարտակի ծառայության տեսուչ Կարլեն Բաղյանի։ Բարեկների այսքան շատ ժամանման պատճառը նրանում էր, քանի որ ահազանգող քաղաքացին հստակ դեպքի վայրը, վթարի վայրը չէր նշել, պարզապես ասել էր Գառնիից դեպի Երևան կամ Գառնիից դեպի Արտաշատ։ Դրա համար էլ բարեկների մի խումբը դեպի Երևան ուղղությամբ է գնացել, մի մասը դեպի Արարատի մարզ ու տեսնում եք վթարի մասին բարեկային ծառայության Կոտայքի մարզի գումարտակից տեղեկությունը փոխանցել են Հայաստանի քննչական կոմիտեի, Կոտայքի մարզային քննչական վարչության Աբովյանի քննչական բաժին, որտեղից դեպքի վայր է ժամանել քննչական խումբը օրվա պատասխանատու հերթապահ քննիչի գլխավորությամբ։ Վթարի փաստով Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է ավտոմեքենայի սեփականատիրոջ, վարորդի և վիրավորների ինքնությունը։ Իմ տեղեկություններով վիրավորներից երկուսը հարազատ եղբայրներ են։